Բարդությունների հայրենակիցներ եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն հունվարի 20-ը 1-ն է։ Հետաքրքիր հարցեր կան քննարկման, Ալիևը մի քանի հայտարարություն է արել Հայաստանին վերաբերվող Դավոսում, ինչ այլոց Հայաստանի վարչապետը ինչու չի մասնակցում, դժվար է հասկանալ, լավ կլիներ, որ նաև մասնակցեր Դավոսյան այդ մեծ ֆորումին, բայց երևի դաժան կադրեր են սպասվում Թրամփի և եվրոպական առաջնորդների հայտարարություններից, այդ հանդիպումներից, դրա համար Փաշինյանը նախընտրեց չլինել այնտեղ։ Լավ, կատակներից անցնենք միանգամից գործի, սակայն կխնդրեի անպայման լայքել և բաժանորդագրվել, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, դա չափազանց կարևոր է մեր հաղորդումների տարածման համար։ Ուրեմն Ալիևը մի քանի հայտարարություն է արել, դրանից հետո էլ խոսենք, թե ինչ է կատարվում աշխարհում, քանի որ աշխարհում այնինչ տեղի ունենում իրոք իմ մոտ շատ մեծ մտահոգություններ է առաջացնում։ Արդեն ցավը այն է, որ շատերի համար սովորական է դա դառնում, բայց իր մեջ իրականում շատ մեծ վտանգներ է պարունակում տեղի ունեցողը։ Ուրեմն Ալիևի հայտարարությունները Դավոսում ընդհանուր առմամբ շատ դրական են։ Հայաստանի հասցեին հնչած այդ հայտարարությունները շատ դրական են, եւ սա էլ պետք է հասկանալ, որովհետեւ Ալիևը նպատակ ունի ցույց տալ ամբողջ աշխարհին, հատկապես աշխարհի քաղաքակիրթ մասին, որ ինքը շատ կառուցողական առաջնորդ է եւ ամեն ինչ անում է եւ անելու է, որպեսզի Հայաստանի հետ լինի խաղաղություն, պատերազմ այլևս չի լինի, միայն առևտուր, համագործակցություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ դրա համար Ալիևի հայտարարությունները խիստ տարբերվում են այն հայտարարություններից, որոնք որ հնչում են Բաքվից։ Ճիշտ է, մի փոքր հիմա Բաքվից էլ կոնստրուկտիվ հայտարարություններ են հնչում Ալիևի կողմից, սակայն այնուամենայնիվ տարբերությունը շատ մեծ է եւ Դավոսում Ալիևը փաստացի ասում է, որ դե ֆակտո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միակողմանիորեն բացվել են միջանցքները, այսինքն Ադրբեջանը ներկայացնում է Ալիևը, որ Հայաստանի համար բացել է, սահմանափակում այլևս չկա, նույնիսկ Հայաստանը դիմել է Ադրբեջանին, որ Ռուսաստանի համար տարանցման վերաբերյալ թույլտվություն ստանա Հայաստանը։ Ալիևի խոսքերով հեռու չէ այն օրը, որ այդ բեռները ոչ թե Վրաստանի տարածքով են տեղափոխվելու Ադրբեջանով, այլ ուղիղ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կբացվի սահմանը։ Թրեփի մասով նա ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողությամբ հաղորդակցության պրոյեկտով, TRIP ծրագրով Կենտրոնական Ասիան, Կասպից ծովը, Ադրբեջանը, Հայաստան, Նախիջևանը, Թուրքիան կկապեն միմյանց եւ այն կլինի երթուղի դեպի Եվրոպա։ Եվ փաստացի ինքը խոսում է, որ հիմա Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան է, համագործակցության դարաշրջանը 30 տարի նման բան չէր եղել, պատերազմի մեջ էին ապրում երկրները, այն կարող է շարունակվեր, ավելի շատ զոհեր լինեին, բայց հիմա երկու երկրների ղեկավարները որոշում են ընդունել, որ վերջ պետք է դրվի այդ հակամարտությանը։ Անկեղծ ասեմ, շատ դրական հայտարարություններ են այդ հայտարարությունները, բայց ես սովորեմ չհավատալ Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին, այսինքն չեմ կարող գովել Ալիևի այդ հայտարարությունը, բայց կրկնեմ այն դրական էր ընդհանուր առմամբ եւ կոնստրուկտիվ, բայց նպատակը նույն ժամանակ շատ պարզ է, կրկնեմ, ինքը ուզում է Եվրոպային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ապացուցել, որ կոնկրետ իր նախաձեռնությամբ է այդ խաղաղությունը տեղի ունեցել եւ ինքն է ընտրել խաղաղության ուղղությունը։ Հայաստանում մնացածի մասով կարծում եմ հիմա իմաստ չկա խոսելու, թե ինչ է տեղի ունենում։ Հիմնականում եկեղեցական թեման է, բայց ինչ որ լուրջ այս պահի դրությամբ զարգացումներ չունենք այդ մասով խոսելու, տեսնում ենք հայտարարություններ կան եպիսկոպոսների կողմից, տեսնում ենք նոր քահանաներ են միանում եկեղեցու բարեփոխման ծրագրին եւ տեսնում ենք նաեւ այն, որ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանից դուրս շտաբ հոգևոր ժողով է հրավիրում եւ կարծում եմ մոտակա օրերը հետաքրքիր
իրադարձություններով լի են լինելու, որպեսզի այդ հարցի վրա շատ երկար չկենտրոնանանք եւ առաջարկում եմ միանգամից անցնել միջազգային կարևոր հարցերի քննարկմանը, չգիտես ինչու ես համեմատում եմ այս բարդ իրավիճակը այն իրավիճակի հետ, որը որ կար առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներից առաջ, բայց դա չի նշանակում, որ վաղը մեծ պատերազմ է սկսվելու։ Ուղղակի քաոսը արդեն սկսվել է, քաոսի սկիզբը դրվել է, բայց երբ կդառնա այն արդեն անվերահասկելի եւ շատ երկրների կմիանգամից առնչվի, դժվար է ասել։ Թրամփի հայտարարություններից մենք կարող ենք շատ երկար խոսել եւ անպայման հիմա մի քանի մեջբերում կանեմ, հատկապես Կովկասի մասով շատ կարևոր հայտարարություն է արել, կհասկանանք թե ինչու, բայց նաեւ ճիշտ կլինի խոսել թե ինչ իրավիճակ է ստեղծել Դոնալդ Թրամփը իր հայտարարություններով եւ գործողություններով աշխարհում, թե ինչպես են դաշինքները հարցականի տակ դրվում եվրոպական երկրների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փաստացի ՆԱՏՕ-ն կարծես հարցականի տակ է եւ դա մեծ խնդիրներ է առաջացնում նաեւ կարծում եմ մեզ համար։ Բայց Թրամփը ինքը այդպես չի կարծում, ինքը ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներից ամենից շատը ինքն է արել ՆԱՏՕ-ի համար եւ եթե ինքը չլիներ, ՆԱՏՕ-ն կփլուզվեր եւ դա է իրականությունը։ Գրենլանդիայի մասով Թրամփը չի բացառում, որ ռազմական գործողությունների կդիմի, նույն ժամանակ շատ կոշտ արձագանք կա եվրոպական երկրներից, Կայա Կալասը օրինակի համար ընդհանուր ամբողջ Եվրոպայի անունից ասել է, որ ոչ մի երկրի չի թույլ տրված, որպեսզի այն գրավի մեկ այլ երկրի տարածք եւ դա վերաբերվում է թե Ուկրաինային եւ թե Գրենլանդիային հավասարապես, որ ոչ մեկ իրավունք չունի գրավել այլ երկիր կամ երկրի տարածք։ Այսինքն բոլորը պետք է հարգեն միջազգային իրավունք, Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանի Դաշնություն, միևնույնն է, բայց Ռուսաստանի Դաշնության մոտ ցնծություն է այդ ամենը առաջացնում։ Ռուսներն էլ ասում են շատ պարզ հանգիստ բացեբաց, որ հա ինչպես որ ձեզ Գրենլանդիան է պետք, այդպես էլ մեզ Ղրիմներ պետք։ Այսինքն իրենք ընդունում են, իրենք նույնիսկ ուրախ են, որ այդպիսի քննարկումներ կա, այդպիսի լարվածություն կա եվրոպական երկրների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև եւ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուրախ են Ռուսաստանը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ են այդպիսի լուրջ միջազգային օրենքի խախտման գնալ, այսինքն Ռուսաստանի համար դա դարձել է ձեռնտու։ Հնարավոր է Գրենլանդիայի կորուստը այդքան ձեռնտու չէ, բայց ավելի գլոբալ վերցրած Ռուսաստանի համար շատ ձեռնտու է, որպեսզի ինքը եթե հնարավորություն ունենա արդեն ավարտի իր գործողությունները Ուկրաինայում, շրջվի դեպի հարավային Կովկաս, ինչպես նաև Միջին Ասիա կամ որոշներ ինչպես ասում են կենտրոնական Ասիա։ Մեծ Բրիտանիան շատ կոշտ եւ սուր արձագանք ունի կատարվածի հետ, ոչ միայն Մեծ Բրիտանիան, նաև Ֆրանսիան, եւ նրանք իրենց դիրքորոշումը արտահայտում են հիմա չմիանալով Թրամփի այդ խաղաղության ծրագրին, որը որ ինքը խաղաղության խորհուրդ է հիմա, որը որ ինքը խաղաղության խորհուրդը հիմա ձևավորում փաստացի մակից էլ կան շատ չոր եւ կոշտ արձագանքներ, ասելով որ դա վերաբերվելու էր միայն Գազային, այդպիսի մանդատ էր տվել ՄԱԿ-ը, բայց Թրամփը ավելի մեծ ֆորմատով ինչ որ կազմակերպություն է փաստացի փորձում ձևավորել Ֆրանսիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների առճակատումը հիմա բավականին լուրջ է, պատմական կարելի ասել այսպիսի բան, ես չեմ հիշում երբևիցե եւ Թրամփը փորձում է վիրավորել Մակրոնին, Մակրոնը հետաքրքիր ակնարկով հայտարարություններ է անում եւ փաստացի չի պատրաստում նաեւ Ֆրանսիան միանալ այդ նախաձեռնությանը, չնայած մենք տեսնում ենք, որ կան Եվրոպայում երկրներ, որոնք որ պատրաստ են միանալ Թրամփի այդ նախաձեռնությանը։ Այդ թվում նաև ինչ այլոց Հայաստանն է պատրաստվում միանալ։ Ուկրաինացիների դուրը եւս չի գալիս այն փաստը, որ այնտեղ է գտնվելու Ռուսաստանի Դաշնությունը եւ Բելարուսը եւ Ուկրաինան էլ հրավեր է ստացել, բայց չի ցանկանում դրա անդամը դառնալ, հենց դրա պատճառով, որ այնտեղ ներկա է Ռուսաստանի Դաշնությունը
Եվ Ֆրանսիան նույնիսկ ավելի հեռու է գնում, ասելով, որ մենք կողմ ենք, որպեսզի դադարեցվեն մեր պայմանավորվածությունները առևտրի շուրջ Միացյալ Նահանգների հետ, իսկ Թրամփը սպառնում է, որ 200%-անոց մաքսատուրքեր կմտցնի ֆրանսիական գինու համար։ Ահա այդ կան, այդ աստիճան ամեն ինչ լարված է։ Հետաքրքիր եւ շատ կոշտ սուր հայտարարությամբ է Դավոսում հանդես եկել Կանադայի վարչապետ Մարկ Կարնին եւ կոնկրետ այն հիմնականում ուղղված է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ասելով, որ մեծ երկրները, հզոր երկրները գերտերությունները սկսել են շանտաժի լեզուն օգտագործել ավելի փոքր եւ ավելի թույլ երկրների նկատմամբ, նույնիսկ իրենց դաշնակիցների նկատմամբ, այդ տարիֆների քաղաքականությունը, տնտեսական ճնշումները ու ասում է, որ նոր դաշինքներ են պետք, որպեսզի այդ ամենին հակադրվենք, կարողանանք դիմակայել, եւ նա ասում է, որ պետք է բաց երկրները համարձակություն ունենան, որպեսզի քննադատեն տեղի ունեցածը։ Նաև տեղեկություններ ենք ստանում, որ Կանադան շատ լուրջ է վերաբերվում Գրենլանդիայի գրավման ծրագրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ կարծում եմ, որ հաջորդը լինելու է Գերմանիան Գրենլանդիայից հետո եւ դրա համար նաև ռազմական սցենարներ կան, որով որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե հարձակվեն Կանադայի վրա, ինչպես են իրենք դիմադրելու։ Ահա որ բաներ ենք քննարկում, իրականում սիրելի հայրենակիցներ, ես երբևիցե չէի պատկերացնի, այսինքն 1 տարի առաջ չէի պատկերացնի, որ նման հարցեր մենք քննարկենք 2026 թվականի հունվարին, բայց փաստացի սա է տեղի ունենում մեր աչքի առջև։ Թրամփը խոսել է նաև թե ինչպես է կարողացել կարգավորել Հարավային Կովկասում կոնֆլիկտը, ինքը շատ է սիրում խոսել այս թեմայի շուրջ, երևի մի 5-6 անգամ արդեն նման հայտարարություն է արել, որ Պուտինը 10 տարի չէր կարողանում կարգավորել հակամարտությունը Կովկասում եւ ինքը կարգավորեց, Պուտինը զարմացած էր իր հետ խոսելիս, սակայն ամենակարևոր տարբերությունը այն է, որ Թրամփը այստեղ մի հարտահայտություն է անում, որը որ նաև խնդիրներ ու վտանգներ է փաստացի մեզ համար ստեղծում։ Նա ասում է, որ Պուտինը նա աշխատել էր դրա վրա 10 տարի, որովհետև դա իր տարածք էր, դա նրա տարածքն էր, նկատի ունենալով Հարավային Կովկասը, այսինքն Թրամփը ասում է իր հարցազրույցի մեջ, որ դա իր տարածքն էր կամ դա իր տարածքն է, բայց ես հասկանում եմ ավելի շատ, որ ինքը ասում է, թե դա իր տարածքն էր եւ ինքը 10 տարի աշխատում էր եւ չէր կարողանում կարգավորել հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց ինքը տեսեք ինչքան հզոր է, եկավ եւ միանգամից տեսավ ու կարգավորեց այդ կոնֆլիկտը, որը որ շատ երկար տարիներ ձգվում էր, 30 տարուց ավել, իսկ 10 տարի Պուտինը իր տարածքում տանջվում էր եւ չէր կարողանում կարգավորել այդ կոնֆլիկտը։ Այսինքն ասածը առաջին հերթին պետք չի ընկալել, թե Կովկասը Թրամփը համարում է Պուտինի տարածք, բայց կարելի է ընդունել այն, որ Թրամփը համարում էր Կովկասը, հույսով եմ այդ կանել հիմա չի համարում էր Ռուսաստանի Դաշնության տարածք։ Ասեմ, որ Թրամփի հայտարարությունները շատ են փոփոխվում, շատ իրարամերժ հայտարարություններ է անում, բայց ամեն դեպքում լավ չէ, որ այդպիսի հայտարարություն է արել Դոնալդ Թրամփը, եւ մենք պետք է նաեւ հասկանանք այն, որ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա այլևս պետք չի հիմնվել որպես միակ դաշնակից պաշտպանելու մեր ինքնիշխանությունը։ Ես կարծում եմ այդ հայտարարությունից Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի իշխանությունները պետք է հետեւություններ անեն եւ փորձեն նաեւ եվրոպացիների օգնությամբ ամրապնդեն ինքնիշխանությունը, քանի որ ի տարբերություն Թրամփի Եվրոպայից այդպիսի հայտարարություններ չեն հնչում, բայց վաղը կարող է Թրամփը լրիվ այլ հայտարարություն անել, դա էլ կա։ Ուղղակի այդ հայտարարությունը կրկնեմ շատ տհաճ էր եւ նաեւ լավ բան չի նշանակում մեզ համար։ Ու ահա այս ամբողջի ֆոնին տեղեկություն կա, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել,
դեռ պարզ չի Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ նախաձեռնությանը կմիանա թե չէ Թուրքիան, Գազայի մասով պարզ է, որ Թուրքիան իր շահերը ունի, այդ հարցը այստեղ ոչ միայն Գազան է, գիտենք բոլորս, այսինքն Թրամփը ուզում է իր ձեռքում կենտրոնացնել շատ հարցեր, նույնիսկ ՄԱԿ-ից էլ ավել դերակատար լինել, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից էլ շատ լիազորություններ ստանալ իր այդ խորհրդի ձևավորման։ Դրա համար չգիտեմ, թե Թուրքիան ինչ դիրքորոշում կունենա, այստեղ հաղորդագրության մեջ նշված է, որ իրենք նաև քննարկել են տարածաշրջանային հարցեր, տարածաշրջանին վերաբերվող հարցեր են քննարկել Թրամփը եւ Էրդողանը։ Ինչ վերաբերվում է Իրանին, Իրանի մասով տեղեկություններ կա, որ այնուամենայնիվ Իրանում որոշում է կայացվել, որ մահապատիժը իրականացնեն այն բոլոր ցուցարարների եւ ակտիվ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որոնք որ ապստամբություն էին բարձրացրել Իրանում։ Այսինքն Դոնալդ Թրամփին տրված խոստումը փաստացի չի լինելու եւ Իրանը ամենայն հավանականությամբ իրականացնելու է այդ դատավճիռը։ Դրանից բացի Թրամփը երեկվա իր հարցազրույցի մեջ պատաղել է մի պահ, երբ որ ասել են, թե վիրավորական հայտարարություններ կան Իրանից քո հասցեին, վատ հայտարարություններ, ու այդ ժամանակ Թրամփը ասել է, որ ես թողել եմ նախազգուշացում, եթե երբևէ ինչ-որ բան տեղի ունենա, ամբողջ երկիրը կպայթեցվի։ Ու սա հաստատի շատ լուրջ սպառնալիքներ են Իրանին, այն սպառնալիքների հասցեին, որոնք որ Իրանը հնչեցնում է կոնկրետ իր Դոնալդ Թրամփի հասցեին։ Այսօրվա համար այսքանը, սիրելի հայրենակիցներ, հետևենք, թե ինչ շարունակություն է ստանալու Դավոսյան այդ հանդիպումը։ Ես կարծում եմ, թե շատ դաժան հայտարարությունների ականատես կլինենք։ Թրամփը թռնում է Դավոս, հիմնական ինքնաթիռի հետ խնդիր ուներ, բայց հիմա հաջորդ ինքնաթիռով, երկրորդ ինքնաթիռով թռնում է Դավոս եւ ահա այնտեղ շատ կարեւոր է, թե ինչ հայտարարություններ կհնչեցնի Թրամփը։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։